Շնորհակալություն, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, Տիկին Յոլյանը ստեղ չի, բայց այնուամենայնիվ, Տիկին Յոլյան, որ այստեղից ասի գնացել, միացել եք այդ նախկին ուժերին, հենց զարմացաք, ես ինչ եք տենում ստեղ, հարգելի գործընկերներ, կարդացվում է ինչա գրած, կարդացվում է, միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան, նորմալ է, չէ՞։ Մի քիչ, բայց որ սենց ենք անում, ստեղ հայտնվում են ով, շատ վատ էր, բայց հայտնվում են, նայք, մի վարկյան, սաղ բանը փչացավ պերֆորմանսը, պարոն Մանուկյանի պես լավ չեմ կարում անեմ, ստեղ հայտնվում են Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, ձեր գործընկեր և, Վայ Հակոբյանը, մեր հարգարժան գործընկեր, որին մշտապես կարոտով հիշում ենք, ու ելույթ է ունենում Իրինա Յոլյանը, ամբյոնից, 2021 թիվն է, կերտում էին ուժեղ Հայաստան այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա ձեր հետ, հարգելի գործընկերներ, կարևորը մարդու նպատակները չեն փոխվել, բայց որ ստե ասում ենք նախկիններին եք միացել, ձեր քննադատած ուժերին եք միացել, են զարմանք ապրում Տիկին Յոլյան, ժողովուրդ չենք կներեք էլ։ Ոչ մի հարցի չպատասխանեց տեղից ձեր գործընկերը, հարգելի գործընկերներ։ Մի հարցի ձևի համար չպատասխանեց։ 8 անգամ հարցերին, ասենք լավ, ձեր վերադաս Արուշ Արուշանյանի աշխատանքը ո՞նց է գնահատում, ասես դե ծաղիկները դուրս են եկել, հիմա աշնան սեզոնը, մրգերը շուտով կհասնեն, չգիտեմ, եվրոպական երկնքում աստղեր են, բան, դա ինչ ասես չպատասխանեց այդ հարցին։ Էլ ինչ հարց կար, մի 5 հատ տենց հարց կար, որը տվեցինք, 5 անգամ տվեցինք, չպատասխանեց ոչ մի կերպ։ Եկավ էնա Տիկին Յոլյանը, Տիկին Յոլյան ձեր հին նկարներն էինք նայում, ասեմ, որ այս 5 տարին ձեր վրա ընդհանրապես վատ չի անդրադարձել, նույնչափ քաղաքականապես հմայիչ տեսք ունեք։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազենյան, ասում եք, մի հոգու անուն ասեք, որ ասում է, որ իրան չեն թողել այս ինչ բանին մասնակցի, որ 4 իրավաբանական անձի անուն տամ կլինի, դե եկեք տամ, որ կլինի, տեսեք ինչ լավ պայմանավորվեցինք հարգելի Ես ասում եմ, Ա.Ձ. Սուրեն Աղաբաբյան, Ա.Ձ. Արմեն Տոնոյան, Ար.Էլմ Ս.Պ. Նորակ Ս.Պ. Այս ընկերությունները դիմել են պետական վերահսկողական ծառայություն, այնուհետև տկեն նախարարություն, ասելով, որ հեծը ամեն ինչ, այս ընկերությունները, պարոն Ղազենյան, մի ընդհատեք խնդրում, այս ընկերությունները դիմել են ՊՎԾ և բողոքել այն հանգամանքի բերումով, որ իրանց ընկերությունները փաստացի անգործության են մատնված, քանի որ հեծը ուղղորդում է համապատասխան գնումները կատարել բանից, ձեր հետ փոխկապակցված ընկերությունից, մասնավորապես ՊՎԾ իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում պարզվել է, որ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայման տրամադրելու համար ընկերության աշխատակիցներն սպառողներին ուղղորդել են անհրաժեշտ ենթակայանը և սարքավորումները ձեռք բերել բացառապես ընկերության սեփականատիրոջ հետ փոխկապակցված տրանսֆորմատորների գործառան ամպեր ՓԲ-ից 4 իրավաբանական անձի անուն տվեցի, այդ մեր խոսակցությունը համարում են փակված, ասում եք մի անուն տվեք, 4 իրավաբանական անձի անուն տվեք, կամ պարոն Ղազենյան, ես ճիշտ լսեցի, որ այստեղից Արայիկ Հարությունյանին ակնարկելով ասում եք ոչ մի բանով աչքի չընկած դասախոս, ես կներեք էլի, ես դալիճում էլի արևելագետներ կան, 1000 ներողություն, պարոն Ղազենյան, այս դալիճում էլի արևելագետներ կան, պարոն Հարությունյանը նաև ինձ է դաս տվել, մեր գործընկերները էլ է շատ դաս տվել, Կուրսեցիներս էլ իդեպ արդեն հասցրեցին մի երկուսը գրեն։ Անկեղծ եմ ասում ձեր ասած այնքան անտեղի ու անհիմն է։ Պարոն Հարությունյանը բավականաչափ ճանաչված ու սիրված է իր ուսանողների կողմից։ Բայց եթե նկատի ունեիք չճանաչված այն իմաստով, որ մյուս եղել են դասախոսներ տարբեր բուհերում, որ օրինակ գնացուցակներ են ունեցել, բան, հայ այդ տեսանկյունից բացարձակապես անճանաչելի է պարոն Հարությունյանը, ասենց ասեմ։ Նրա անունը ոչ մեկ չի էլ լսել երբևէ։ Բայց որպես դասախոս, որպես հարգված դասախոս կներեք, բայց պարոն Հարությունյանի հետ շատ քիչ մարդ կկարողանա մրցել որպես այդպեսին։ Սա ձեզ ասում եմ որպես այդ ֆակուլտետի ուսանող, որին իդեպ պարոն Հարությունյանը միշտ չի, որ քննություններին շատ բան ա եղել, տենց բարեհաճ ա եղել քննություններին։ Ինչևէ, հարգելի Հայաստան դաշինքի գործընկերներ, կներեք էլի, բայց ես առհասարակ չեմ հասկանում այն քաղաքական կամ ոչ այդքան քաղաքական
գործունեությունը, որը որ դուք եք ծավալում։ Ինչ է նշանակում անընդհատ թաքնվել անչափահաս երեխեքի հետևում։ Ինչ է նշանակում անընդհատ թաքնվել անչափահաս երեխեքի թիկունքում, հարգելի գործընկերներ։ Հիմա կասեմ։ Եկել են, ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանին եւ Սեդրակ Քոչարյանին, ասում են անչափահաս երեխեք կան, շատ լավ։ Բոլորիդ երեխեքին Աստված բայ, մի անգամ ձեր ընտանիքի ապաքաղաքական որևէ անդամի մասին կես թթու բառ ասած չկա։ Ու չեմ էլ պատկերացնում, որ դա առհասարակ նորմալ է ասել։ Բայց ինչ է նշանակում երեխեք կան, երեխեք ունեն անչափահաս, այդ գործը երեխեքի մասին չէ, երեխեքի հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ գործը Պարոն Ալեքսանյան, ներողություն, Տիկին Խամոյան, պարոն Ալեքսանյան, ներողություն, Տիկին Խամոյան, տեղից մի խոսեք։ Շատ լավ, հիմա ելույթ է ունենում, պարոն, հարգելի գործընկերներ, լրություն։ Տիկին Խամոյան, դուք ստանում եք նախազգուշացում տեղից անընդհատ միջամտելու համար։ Ես խնդրում եմ, լսեք, ձեր գործընկերները ելույթ են ունենալու։ Կգան եւ իրենց փաստարկները կներկայացնեն։ Կամ էս էլ առհասարակ առաջի դեպքը չի էլի։ Մի անգամ է բանավեճում, եթե չեմ սխալվում, Տիկին Վարդանի հետ բանավեճում ասել էի Լևոն Քոչյանը ախրանիկների հետ է շրջում։ Լևոն Քոչյանը, որպես իմ ասածին պատասխան, իր երեխեքի հետ վիդեո է տեղադրում, շատ անուշ երեխեք ունեք, Աստված բայ, պարոն Քոչյան, վիդեո է տեղադրում իր երեխեքի հետ, ասում է Վահագն Ալեքսյանն ասեց իմ ախրանիկները էս են իմ ախրանիկ։ Պարոն Քոչյան, ես ձեր երեխեքի անունը տվել եմ։ Ներողություն, պարոն Ալեքսանյան, պարոն Քոչարյան, խնդրում եմ տեղից մի արձագանքեք, որովհետև հաջորդ անգամ, եթե արձագանքեք, դուք էլ եք նախազգուշացում ստանալու։ Տեղից մի արձագանքեք, մի արձագանքեք տեղից։ Պարոն Քոչարյան, դուք եւս ստանում եք նախազգուշացում, մի տեղից արձագանքեք։ Կգաք ելույթ կունենաք, խոսեք, կլսենք։ Համեցեք, պարոն Ալեքսանյան։ Վիդեո է տեղադրում իր երեխեքի հետ, ասում է Վահագն Ալեքսյանն ասաց ախրանիկների հետ, էս է իմ ախրանիկները։ Ես ձեր երեխեքի անունը տվել եմ, որ իմ անունը տալով ձեր երեխեքի հետ վիդեո եք տեղադրում, պարոն Քոչյան։ Ես ձեր երեխեքի մասին բառ ասել եմ։ Դուք գիտեք ես ում մասին եմ ասել ու ինչի մասին եմ ասել, ուստեղից է 10 անգամ հիմնավորել եմ, թե ինչ եմ տենց ասում։ Դուք լավ գիտեք ես ում նկատի ունեմ։ Չգիտեք ում նկատի ունեմ, ձեր օգնականին նկատի ունեմ, որ ազգային ժողովի շենքի տարածքում լրագրող է ծեծում, պարոն Քոչարյան։ Իրան նկատում, ձեր երեխեքն այդտեղ ինչ կապ ունեն, որ էլի բերում եք ձեր երեխեքին եք այդ դաշտ մտցնում, չգիտեմ ինչի։ Ու իմ անունն էլ ձեր երեխեքի բանի հետ կապում։ Ես ձեր երեխեքի հետ ոչ մի գործ չունեմ, ես ձեր հոր հետ գործ ունեմ, պարոն Քոչյան։ Ես ձեր հոր հետ գործ ունեմ, պարոն Քոչյան, ես ձեր հետ գործ ունեմ, պարոն Քոչյան։ Ու որ գալիս եք ստեղ անչափահաս երեխեքը, ձերբակալել են, բռնել են։ Ժողովուրդ կարող է վերջապես ասեք այդ գործը ինչի մասին է։ Իսկ այդ գործը հետևյալի մասին է, այդ քրեական գործը նրա մասին է, որ Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին ինչ էր Fast Card ընկերությունը $100,000 մոտավորապես այդ ժամանակվա կուրսով Ավանի տարածքում գնում է 8.3 հեկտար Երևանի Ավան վարչական շրջանում 8.3 հեկտար հող $100,000 Արգելի գործընկերներ լրություն $100,000 8.3 հեկտար ոչ մի թվի տենց գին չի եղել Ձեր հոր կառավարման տարիներին ոչ մի թվին Երևանում 8.3 հեկտար սենց ասեմ նույնիսկ Ջաբրայիլում 8.3 հեկտարը կարող է $100,000 չլներ այդ թվերին կներեք էլի Երևանում Ավան վարչական շրջանում այդ ընկերությունը գնում են հետո դրանից այդ գնելուց $100,000 գնելուց հետո մի տարի հետո էլ ով զարմանք այդ ընկերության տերը որոշում է որ Լևոն Քոչյանի եղբայր Սեդրակ Քոչյանը դե շատ լավ տղա է ենթադրաբար ինչ կլինի որ այս ընկերության 50%-ն է պատկանի իրան Ինչ վատ է որ Այս մասին եկեք խոսացեք թե չտանա անչափահաս երեխեք կա Ժողովուրդ ջան կներեք հազար մի շարունակեք Վերջապես պատասխանելու եք այդ հարցին այդ ո՞նց է տենց ելնում Ո՞նց է տենց ելնում Այմեր ո՞նց է $100,000-ով Երևանում 8 հեկտար հող ծախվում, հետո դրա 50%-ը գալիս ձեր եղբորը։ Բայց եթե լես մեկ բան ենք, մենք հաջողակ բիզնեսմեն ենք։ Բա տենց եք հաջողակ բիզնեսմեն, բա դուք կարաք նորմալ բիզնես անեք, դուք կարաք նորմալ մրցակցային պայմանով բիզնես անեք։ Եթե ձեր հայրը ձեր համար այդ ամեն ինչ այդպես գծած չլներ, դուք սենց ասեմ, ամենայն հավանականությամբ հիմա անգործ էի կլնելու։ Անգործ էի կլնել։ Անգործ էիք լինելու։
Որովհետև ձեր ամբողջ այդ բիզնես կայսրություն կոչվածը դրա վրա է հիմնված։ Ինչի տակ նայում ես, տենց մի հատ սխեմա է։ Էժանով մի հատ տարածքը վերցրել են, մեկին բան են արել։ Ինչ որ մեկ եկել ատեղ ներդրում է արել, ընկերության էս ինչքան տոկոս թե փոխանցել, դա ձեր արած բիզնեսը։ Ինչ եք մենք բիզնեսմեն ենք, մենք հաջողակ ենք, լավ է։